Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր գուզեմ երդասարտներուն խոսել։ Մանավանդ անոնց, որոնք դակավին կյանքի ընկեր չեն կդած եւ հետեւաբար գփապակին կյանքի ընկեր ունենալ։ Դղան գին, գինը դղա։ Ուրգես սիրելներ հասկանալ, իմանալ, գիտնալ, թե թիմացը դիելած անձը իսկապես ճիշտ անձն է, Աստուծո ուղարկած անձն է քեզի։ Չգարձենք, թե ամեն հրաբույր, որ գսկանք թիմացին հանդեպ, ուրեմն անիգա ճիշտ անձն է։ Գիտեք, ես շատ համաձայն չեմ այն խոսքին, որ գսվի առաջին հայացքին սիրել։ Առաջին հայացքին սիրելով սիրելներ մարդ անխոհեմ հարաբերության մեջ ինգած կլա եւ գրնա իր ամբողջ կյանքը թժողքի վերածել։ Հետևաբար Աստված մեզ իմաստություն կտա, որ ճիշտը ընտրենք։ Եվ պետք է ճիշտը ընտրելու համար պետք է ճիշտ ձևով ապրենք, որպեսզի Աստված իր զավակներն մեկը մեզի ուղարկե։ Մեկը չի գնար սիրելներ ապրիլ անարակ կյանքով, մեղավոր կյանքով, կամ անաստված կյանքով, վերջը ուզե որ անպայման իր թիմացի ելնե մեկը, որ ճիշտ անձն է։ Եվ նաև պետք է իմանալ, որ մեր աչքին ճիշտ երևցողը անպայմանորեն ճիշտ անձը գրնա չլալ։ Հատկապես այս օրերուն, երբ մարդիկ գնային արդակին գերբարանքին, քեղեցկության, ունեցվածքին, տրամին, հարստության, դունին, ինքնաշարժին, հակուգաբուստին եւ այլն։ Սիրելներ, իմանանք, որ adonk բոլորն ալ ժամանակավոր են, անոնք բոլորն ալ քնայուն են, կարևորը ճիշտ հոգի ունեցող անձը գտնելն է։ Ես քանիմը ուրեմն խրատներ պիտի դամ երդասարտներուն, թե ինչպես կրնան իմանալ իսկապես, որ դվյալ անձը Աստուծո գոմե ղրկված է իրենց։ Ճիշտ անձն է։ Առաջին, եթե դվյալ անձը քեզ Աստուծո գմոդեցնե, սիրելի երդասարտ կամ երդասարտուհի, եւ այդ անձը իսկապես որ ամեն ինչ կնե որ թուն եւ ինք միասին Աստուծո ավելի մոդիկնակ եւ ոչ թե քեզ Աստուծո մեգերացնե, ուրեմն ճիշտ անձն է։ Եթե հանդիպիս մեկումը եւ ծանոթության մեջ խոսիս հավատքի մասին ու տեսնես, որ ինքը հավատքեն շատ հերույ է եւ ընդհանրակը հագարակ է քու եկեղեցի աջախելուտ, Աստուծո խոսքը ընթերցելուտ, քու աբակային զավակներդ թաստիարակելու Աստուծո երգյուղով, Աստուծո խոսքերով, եթե տեսնես այդ բոլորը անոր մեջ, ուրեմն գարմիրքից կնշանակե, որ անիգա Աստուծմե չէ։ Եվ Պողոս առաքյալ առաջին Կորինթացիներուն նամակի 6-րդ գլխում մեջ հետևյալը գսես սիրելիներ 14-րդ համարի մեջ։ Փնավ անհավատներուն հետ լծագից մի ըլլակ։ Գիտեք ինչ է լծագից։ Անցյալին երկու եզներ իրարու դախտակով կգաբեին եւ միասին կգալեին։ Նույն լուծը կգրեին իրարու ուսերուն, իրարու վրա, իրենց վրա եւ թաշտը կհերգեին։ Հետևաբար, եթե մեկը անհավատի հետ լծագից փորձելալ, անհավատը ամբողջ փերը քովրատ կթողու։ Քովրատ կծկե եւ տուն այդ փերան դակ գնջվիս, գինաս, գփլիս, գգործանիս։ Հետևաբար երբեք սիրելի երդասարտներ, երբեք անհավատներու հետ հարաբերություն մի ունենաք։
լծակից մի լականոնց։ Երբեք յանքի ընկեր մի ընտրեք, ոչ մեկ ուրիշ կրոնե, ոչ մեկ, այլ միայն քրիստոնյա կրոնե։ Որովհետև սիրելիներ, եթե այդ անձը իսկապես Աստված սիրած ըլլար, եթե իսկապես այդ անձին համար առաջինը Աստված է եւ հետո տուն, ուրեմն այդ անձը ճիշտ անձն է։ Որովհետև անոր Աստված կսիրե, քեզ ալ կսիրե։ Իսկ անոր Աստված չի սիրեր, քեզ ալ չի սիրեր։ Ինչպես կրնա Ալլահ որ քեզ սիրե, երբ որ քերակույն էությունը չի սիրեր։ Առաջին գետն ասի։ Երկրորդ խրատս։ Եթե ծեր հարաբերության մեջ, դակավին զանոթացման մեջ կամ այսպես ավելի նշանախոսության մեջ տեսնես, որ այդ հարաբերության մեջ խաղաղություն գա, ուրեմն Աստուծո է։ Եթե խաղաղություն չգա, անկարգություն գա, մշտական գրիվ գա, նեղություն գա, ըսիսավ գա, դեսակ դրամաներ կան։ Եվ որ տեսնես, որ սիրելներ այդ անձը գերանա քեզ մե յետ կվերաթարնա, կամ դու իր մեկ երանաս յետ կվերաթարնաս, այդ բոլորը նշաններ են, որ Աստուծո չէ։ Որովհետև Աստված անկարգություն չի սիրել, Աստված խաղաղություն կսիրե, եւ հետեւաբար Աստված չի բերեր քու դիմացդ մեկը, որ խաղաղություն չունի եւ այդ հարաբերությունը խաղաղության մեջ չի բահեր։ Ահա թե ինչ կսե առաջին Կորինթացիներու նամակի մեջ 14-րդ գլուխ 30-րդ համարի մեջ Պողոս Արաքյալ գսե, որովհետև Աստված անկարգություն չի կամենար, այլ խաղաղություն։ Եթե ծերը սկսած հարաբերությունը մշտական քաոս է, մշտական ըսիսավ, վեճ վիճապանություն, սիրելիներ կնշանակե, որ Աստուծո մեջ է, ուրեմն հեռացեք։ Որովհետև եթե նշանդուկի ժամանակ կամ ծանոթացման ժամանակ խաղաղություն չկա, հավատացեք, որ ամուսնութենեն վերջ այդ դան մեջ երբեք խաղաղություն պիտի չլա։ Մշտական ըսիեսավ, մշտական գրիվ, վեճ վիճապանություն եւ ցանկդ քաոսի պիտի վերածվի։ Երրորդ խրատս շատ կարևոր է, որ անպայմանորեն գարձիկը հարցնես եւ ոչ միայն գարձիկը, այլ համացայնություն ունենաս հոգեվոր հորդ, խոստովանահորդ, կամ ծնողներուդ, կամ քեզի ճշմարտապես իսկապես սիրողներուն, որոնք քեզ մեծուցած, բահած եւ հասուցած են այդ երդասարդ վիճակին։ Ինչու շատ կարեւոր է, որովհետեւ բաներ կան, որ դու չես տեսներ, բայց իրենք կտեսնեն, եւ եթե ճշմարիտ, քանի որ ճշմարիտ սեր ունին այդ անձերը քու նկատմամբ, շահմը չունին քու վատությունը տեսնելու, ընդհակառակը քու լավությունդ կուզեն, իսկական լավությունդ, քու լավդ կուզեն, ամբողջ հոգիով սրտով, հետևաբար անոնց խորհուրդը եւ համացայնությունը հարցնելը շատ անհրաժեշտ է։ Արագած գրքի մեջ խոսք մը գա եւ խոսքը գսես սիրելիներ, հիշեգս է, ուրեմն գգարտամ արագած Սողոմոն իմաստունի խոսքը, ժողովուրդը առանց խոհականության, այսինքն առանց առաջնորդության գգործանի, բայց խորհրդականներու բազմությամբ փրկություն կլա։ Այո, սիրելիներ, շատ կարևոր է խորհուրդ հարցնելը, շատ կարևոր է համացայնություն առնել հոգևոր հոր, ծնողներու եւ քեզ սիրելիներուն, որբեսի քու չտեսածդ իրենք տեսած ըլան քեզի ասեն, եթե լուրջ հարց է, որ գրնա իսկապես ամբողջ խաղաղությունը թանկարել, քեզի ասեն եւ դու սրբությամբ, նույնիսկ եթե շատ համացայն չես, բայց մտածես այդ բոլորի մասին, աղոթես, որովհետև Աստված պիտի հստակացնե անոնց խոսքերու մեջ են եւ դու որոշում, ճիշտ որոշում պիտի առնես կյանքի։ Չորրորդ խրատը, ուրեմն երդասարտներուն այն է, եթե տեսնեք սեր թիմացինի մեջ, անիկա ուրեմն եթե երդասարտ ես, երդասարտուին մեջ, կամ երդասարտու ես, երդասարտի մեջ, եթե տեսնես աստվածային նկարակիր, եթե տեսնես, որ Սուրբ Հոգիի
բդուղներ ունի, արդյունքներ ունի իր կյանքի մեջ, ուրեմն ճիշտ անձն է։ Ինչ են Սուրբ Հոգի արդյունքները, բդուղները, Քաղաքացիներու նամակի 5-րդ գլխու 22-23 համարներու մեջ այդ բդուղները գսվի սիրելներ, գսվին 9 բդուղներ են կամ 9 արդյունքներ։ Այսինքն, եթե ծեր թիմացինի մեջ տեսնեք այդ անձին, որուն հետ գծանոթանաք եւ կպատրաստվիք Սուրբ ընտանիք կազմելու։ Առաջին՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերադարություն, ազնվություն, փառություն, հավատարմություն, հեզություն եւ ժուժգալություն։ Եթե տեսնեք այս բոլորը անոր մեջ, ուրեմն Աստուծմե է, ուրեմն Սուրբ Հոգին է։ Անվախորեն ամուսնացեք։ Նորեն գսեմ, այս բոլորը սակայն եւ որ դուք այդպես ապրած եք։ Մի բանջեք փամը թիմացնեն եւ որ դուք այդպեսին չեք, դուք այդպես չեք ապրած։ Իսկ եթե ճիշտ հագարակը սիրելներ այս Սուրբ Հոգի արդյունքներուն մարդկային կորձերով լեցուն է թիմացինը, այսինքն իր մեջ ունի, ինչպես որ քաղաքացիներու նամակի Դարձյալ նույն գլուխը 5-րդ գլխու այս անգամ 19-21 համարներու մեջ կսե։ Եթե անոր մեջ տեսնեք շնություն, բորոնգություն, ամփարոյություն, գրաբաշտություն, գախարտություն, թշնամություն, գրիվ, նախանց, փարգություն, հագարակություն, երկբարագություն, բաժանումներ, չարգամեցողություն, աբագանություն, արբեցողություն, անարագություն եւ ասոնց նման բաներ, ուրեմն Աստուծո մեջ է։ Աստուծո մեջ է այդ անձը։ Հերացեք։ Եվ մինայք սիրելներ, չլավոր նայք անոր արդակին, գերբարանքին, խապվիկ, չլավոր նայք անոր արդակին քեղեցկության, որովհետև անիգա խամրելու է օրմը, անպայման։ Եվ ոչ ալ նայեցեք անոր ունեցվածքին, հարստության, չլավոր, բաշտոնին, թիրքին, որովհետև այդպես ընելով դուք ցեզ թժող կառաջնորդեք։ Ձեր կյանքը թժողքի կվերածեք։ Լավ իմացեք, որ այդ բոլոր արդակին երևույթները օր-մորանց պիտի անհետանան։ Ինչպես որ արևը, գիզիչ արևը երբ որ գուքա եւ խոդը գչորցնե, քեղեցիկ վարտը գթարամայցնե, այդպես ալ սիրելներ կյանքի իրական կյանքի մեջ երբ որ մտնեք, այդ բոլորը գրնան թարամիլ եւ այդ ժամանակ ինչ պիտենեք։ Ուրեմն ճիշտ անձը այն անձն է, որ ծեր ցաված ժամանակ ինքն ալ գծավի, որ ծեր ուրախության ժամանակ ուրախագից կդառնա, եւ ոչ թե ծեր ցաված ժամանակ ինք կուրախանա։ Ճշմարիտ անձը սիրելներ այն է, որ ոչ թե միայն հեշտ ժամանակներուն ծեր գողքին գլա, այլ դժվարությանց մեջ, երբ սիրելներ հիվանդության սնարի մեջ ես եւ գուքա ու ցերկդ կփռնե եւ քու գողքիդ կլա մշտապես եւ որ քեզի քավատը ճուր գուտա ան է ճշմարիտ անձը եւ ոչ թե ան որ հարստություն ունի բարձաբես եւ գրնա ովև մեկը վարձել որ քեզի խնամե ճշմարիտ անձը սիրելներ ան է որ իսկապես ցախողությանց ժամանակ երբ աբական ամեն ինչ մշուշոտ է քեզի հույս կուտա երբ վախի մեջ ես քեզ գզորացնե երբ սուքի մեջ ես գմխիթարե երբ անորոշության մեջ ես քեզ գզորացնե եւ աղոթքով առաջ կառաջնորդե սիրելիներ լավ իմացեք որ մարդիկ կան որոնք հեշտությամբ կրնան թողել ցերկդ եւ հերանալ դուք պիտի գիտնաք այդ անձը ով է անոր համար երբ կծանոթանաք շատ կարևոր է որ իրարու հետ խոսակցություն ունենաք ամուսնությունը խաղ ու բար չէ անիկա մեծ պատասխանատվություն է եւ հետբապար ամուսնությունը նաեւ սիրելներ մեկ անգամ միշտ գդարվող խորհուրդ է այո խորհուրդ է ամուսնությունը սիրելներ այնպես չէ որ չհավնեցար գփոխեմ անիգա արդեն իսկ Աստուծո օրենքին թեմե Աստված չի սիրեր ամուսնալուծությունը Աստված գուզե որ զույգերը միասին ըլլան մինչև իրենց կյանքի վերջին շունչը եւ ադորամար ամուսնական կյանքին համար անհրաժեշտ են սիրելներ ոչ թե արդակին երևույթները
դեսքը, հարստությունը, այլ անհրաժեշտ են ճշմարիտ սերը, հարկանքը, նվիրումը, զոհաբերումը, համերաշխությունը, անաբագան մաքուր կյանքը, անթավաջան կյանքը, առանց թավաջանելու թիմացինին, ներումը, այ երբեմն սիրելներ սխալներ բիդելան, գադարյալ մարդ չգա։ Դուք գադարյալ չեք, որ գադարյալը փնտրեք ձեր թիմացին, բայց ամուսնական կյանքի մեջ ներումով, հասկացողությամբ գրնան զույգերը իրար ներելով առաջ երթալ։ Շատ կարևոր է վստահությունը։ Միենեք փամը, որ անվստահություն ներշնչե թիմացինին։ Եվ որ թիմացինին վստահությունը գդրվի, գործընծնե թիմացինը վստահությունը, սերն ալ գխամրի, ամեն ինչն ալ, հարկանքն ալ գբաքսի ամեն ինչը։ Հետևաբար այս բոլորը սիրելներ անհրաժեշտություն են կյանքի մեջ։ Եվ կարևոր է նաև, որ երկուքն ալ իրարու նկատմամբ անսագարկ նվիրում ունենան, զոհաբերություն ցուցաբերեն։ Ամուսնությունը զոհաբերություն է։ Ամեն մեկը պետք է զոհե իր եսը, իր անձը, իր անկիստը եւ թիմացինը առաջ նկատե։ Այս է գարկը։ Աստված գողագիցդ, կյանքի ընկերդ, հետո տուն, հետո ծնողներդ, հետո մնացյալները։ Այս է գարկը։ Ով որ այս գարկը գխախտե, ընտանեկան ամուր սրբությունը խախտած կլա։ Նորեն կգրտնեմ գարկը։ Աստված, հետո գողագիցդ կամ կյանքի ընկերդ, հետո տուն, հետո ծնողներդ, հետո եղբայրներդ, հետո բարեկամներդ։ Իսկ եթե տուն ծնողներդ առաջ կտնես, ընկերներդ առաջ կտնես, այդ ընտանիքը չի կրնար կյանքում մնալ։ Այս է ճշմարտությունը։ Մտածեցեք եւ պիտի տեսնեք։ Եվ սիրելներ, իսկապես ամուսնությունը այն ադեն հեշտ կդառնա, այն ադեն տրախտավայր կդառնա դունդ, օջախդ, երբ որ ճիշտ անձի հետ գամուստանաս։ Եվ երբ որ այս բոլորը որ ցեզի էսի դուք նայիք ձեր կյանքի մեջ, Աստուծո օրենքներով ընտանաք, հերու մնաք անօրեն, ուրեմն մարդոցմե, անօրենի հետ անհավատի հետ չամուսնանաք, եթե իսկապես ձեր հարաբերության մեջ խաղաղություն տեսնեք, երբ որ սիրելիներ համացայնությունը եւ օրհնությունը ստանաք ձեր ծնողներուն, ձեր հոգեվոր հոր եւ ձեր սիրելիներուն, համացայնությունը ստանաք, եւ չորրորդ սիրելիներ, երբ տեսնեք ձեր թիմացինի մեջ Աստվածային նկարակիր Սուրբ Հոգիի բդուղներ, ուրեմն ճիշտ անձը կդածեք, ուրեմն Աստված ձայն ցեզի ուղարկած է, սիրելի երդասարտներ։ Հետևաբար եկեք այսօր վնե բադանի եք, երդասարտության սեմին եք, այսօր վնե ձեր կյանքը դեպի սրբություն առաջնորդեցեք։ Այսօր վնե դուք սկսեք գադարելության մեջ ընթանալ, որբեսի սիրելներ եւ աղոթել, որբեսի Աստված ցեզի ձեր սրդին համացայն դա, ձեր սրդին համացայն։ Եթե ձեր սիրտը իսկապես մաքուր է Աստծո դիմաց, Աստված ցեզի լավագույն ընկերը պիտի անե։ Միսեք որ չի ցախը գնայիմ ընկերներուս կյանքի մեջ գնայիմ, լավ մեկը չգա։ Եթե դուք լավ ըլլակ, Աստուծո աչքին շնորհք գտնեք, հաճելի ըլլակ, ապա Աստված իր զավակները մեկը ձեր դիմաց պիտի անե, ինչպես որ իմ դիմացը սանած է ճշմարիտ կյանքի հայելիս իմ գողագիցս։ Հետևաբար, սիրելի քույրեր եղբայրներ, ապրեցեք սրբությամբ, հավատարիմ եղեք Աստծո եւ ձեր կյանքի ընկերը Աստված ձեզ պիտի ուղարկե, հոգի աչքերը բաց թողնան, որովհետեւ կարողանաք թուգալ ճիշտ անձը ընտրել եւ սուրբ ընտանիք կազմել։ Ես սրդանց կորտնեմ բոլոր մեր հայ եղբայրներ եւ քույրերը, գաղութեմ, որ մեր երդասարտները իրարու հետ սիրով ու սրբությամբ ապրին, սուրբ օջախ կազմեն, հայացքը զորացնեն եւ իրարու հետ անգերձությամբ, վստահությամբ, հարկանքով, համերաշխությամբ ապրելով ընտանիքներու մեջ խաղաղություն, օրհնություն եւ իրարու նկատմամբ նվիրումը լա։
Աստված ցես արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։